Ես Անի Ղարաբեկյանն եմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդում եմ թատրոն։ Թատրոնի խմբում սովորում են 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ։ Ինձ համար առաջին հերթին շատ կարևոր է նրանց ստեղծարարությունը, ինքն արտահայտվելու դրսևորումը։ Ես երբևէ չեմ սահմանափակում նրանց ստեղծարարության երևակայության թռիչքը։ Իմ նպատակը հենց դա է՝ թույլ տալ նրանց ստեղծագործել։ Թատրոնը հանրակրթության մեջ կիրառվում է որպես կրթական գործիք, որ լուծում է մի շարք խնդիրներ։ Այդ խնդիրները լուծվում են փուլ առ փուլ թատրոնի ներկայացման բեմադրության ձևավորման ընթացքում։ Թատրոն ավտոբուսում ավելի կազմակերպված ենք մենք լինում, հավաքված, ավելի արդեն ազատ ենք լինում թատրոն ավտոբուսում, մեզ մեջավայրը արդեն մեզ հարմար է։ Մենք մոտիկ ենք իրար, ինքը բեմին էլա նման, որ ավելի նորմալ կարողանանք խաղալ։ Ես սկզբում չէի ուզում դառնալ դերասան, որովհետև ինձ թվում էր դժվար կլինի բեմում կանգնել այդքան մարդու մոտ, ինչ-որ խոսք ասել կամ ինչ-որ բան ասել, բայց ես հասկացա, որ թատրոն գալով ես ոչ թե կամ դերասան դառնալով, ես ոչ թե մենակ կարող եմ լինել սովորական Ինեսա, այլ կարող եմ լինել տխուր աղջիկ, կարող եմ լինել շատ ուրախ աղջիկ, կարող եմ լինել կենդանիներ նույնիսկ։ Ասաց, որ քո տակ ոսկի կա, պետք է փորես ու հանես։ Դարին, հենց դու այլ փորի, համ դու կհարստանաս, համ ես կկանաչեմ։ Չէ, ես շտապում եմ, պետք է գնամ իմ բախտի հետևից։ Իմ և սովորողների ձևավորած թատրոնը այսպիսինն է, թատրոն սովորողների ձեռամբ, այսինքն ամեն ինչ այդ թատրոնի ձևավորման համար անում են սովորողները։ Առաջին փուլում ընտրում ենք նյութը, և հետո սովորողները սկսում են նյութը դարձնել պիես, կազմում են երկխոսություններ, իրենք իրենց երկխոսություններն են կազմում։ Այստեղ մի շատ կարևոր լեզվական խնդիր է լուծվում, գրավոր և բանավոր խոսքի։ Ես եկել եմ Շվեդիայից և այդ պատճառով ես չէի կարող նորմալ խոսել, բայց որ ես եկա այս թատրոն ավտոբուս, ես զգացի, որ իմ բառապաշարը և սկսել է լավանալ և ես սկսել է ավելի լավ խոսել։ Ես ցանկացել եմ ընտրել թատրոն, որովհետև այստեղ ես շատ ընկերներ եմ ունենում և շատ դերեր։ Երկրորդ փուլում սկսում ենք իրականացնել մեր նկարչական ձևավորումը։ Այստեղ մենք համագործակցային աշխատում ենք ես և սովորողները տեխնոլոգների, նկարիչների հետ։ Տեխնոլոգիական աշխատանքը թերևս ամենաերկարատևն է այս ամբողջ նախապատրաստական ընթացքում։ Տեխնոլոգիայի ժամանակ մենք մի քանի բան ենք անում։ Նախ պատրաստում ենք արդեն նկարած տիկնիկները, կերպարները դարձնում ենք տիկնիկներ։ Առաջին ներկայացման ժամանակ օրինակ մենք արեցինք ստվերների տիկնիկներ, պատրաստեցինք ստվերների տիկնիկներ, այդ ամբողջ ընթացքում բնականաբար սովորողը աշխատում է նյութի հետ, որպես տեխնոլոգիա սովորում է ինչ բան է ստվերը, հեռու, մոտիկ, այդ բոլոր մանրամասնությունները և երկրորդ ներկայացման ժամանակ, որ էլի սովորողների ընտրություններ, սկսեցինք պատրաստել խամաճիկային տիկնիկներ։ Միշտ մեջտեղի հատվածում խաղացեք, որ լույսը ինք սա ու սա է ձեզ լույս տալիս, տեղ լույս չկա։ Վայ, այս ինչ է, գայ։ Մի վախեցիր, երիտասարդ մարդ, այդ ուր ես գնում։ Ինձ շատ է դուր գալի ներկայացում պատրաստելու մասը, ստեղծել ներկայացումը։ Ես նաև շատ եմ սիրում երկրորդ փուլը։ Երկրորդ փուլի ընթացքում պատրաստում ենք մեր տիկնիկները։ Ես սկզբում մտածեցի ոզնին խաղալ, բայց հետո որ մտածեցի ավելի շատ, ինձ ավելի շատ դուր եկավ շնիկը, ինքը որպես երկրորդ կերպար էր, բայց ինքը շատ էր ավելի մեջ ընկնում, դրա համար ես ընտրեցի շնիկին խաղացնելը։ Եղնիկ դու որ ջուրն ես խմել, սաղնախ յուրի ջուրն Հաջորդ փուլը շատ գեղեցիկ ու կարևոր, շատ ուրախ փուլ է,
Որովհետև սովորողներին հանձնարարվում է ընտրել իրենց ներկայացման երաժշտությունը։ Բազմաոճ եւ բազմաժանր երաժշտություններ եմ ես ստանում որպես առաջարկներ։ Փորձերի ժամանակ երեխաները շատ երգեր են երգում։ Աջակցության համար դիմում ենք մեր երգի լաբորատորիայի դասավանդողին։ Բայց այս ամեն ինչից զատ կա մի շատ կարևոր ու գեղեցիկ երևույթ եւս։ Սովորողներն իրենք երգում են ներկայացման ժամանակ։ Ահիմ հոգնած տոտիկներին հարկավոր է կոշիկ, կոշիկ, որ իմ հոգնած տոտիկները էլ չմտնի, փուշիկ, փուշիկ։ Մեզ մոտ բեմադրական աշխատանքները սկսվում են եւ այդպես էլ չեն ավարտվում, որովհետեւ ամեն անգամ սովորողը հնարավորություն ունի նորից նոր բեմադրություն անելու։ Ամեն անգամ, ամեն ներկայացում խաղալուց ինքը հնարավորություն ունի ստեղծագործելու։ Մենք ներկայացում ունենք, որ խաղացել ենք 40 անգամ եւ գուցե ավել, այս պահին չեմ կարող հստակ թիվ ասել, եւ սովորողները չեն հոգնել, չեն ձանձրացել, կարևոր բաղադրիչ է։ Ինձ համար էլ, իրենց համար էլ, միջավայրի համար էլ, այն հանդիսատեսի համար էլ, ով գալիս է դիտելու մեզ։ Արդեն 2-րդ տարին է հաճախում եմ թատրոնի ընտրության գործունեությանը եւ երբեք չեմ ձանձրացել, որովհետեւ միշտ թատրոնը միշտ հետաքրքիր է։ Ես արդեն իմ ընկերներն ունեմ թատրոնի խմբակում, որոնք կարող են նաեւ մեր դասարանից չլինել։ Թատրոնի միջավայրը ինձ շատ հարազատ է։ Թատրոնը ինձ օգնել է լինել ավելի վստահ եւ չամաչել, որովհետեւ մինչեւ թատրոն գալը ես շատ էի ամաչում ու չէի կարողանում արտահայտվել, բայց որ թատրոն եկա, ես սկսեցի ավելի հեշտ մարդկանց հետ շփում ստեղծել, չամաչել, ինքնավստահ լինել։ Բայց ինչու՞։ Ախր երկուսս էլ այնքան փոքրիկ են եւ անպաշտպան։ Իրար կպաշտպանենք։ Ով կարող է եղնիկի փոխարինել։ Հեղինակի դերը խաղալուց հետո ես զգացի, որ իմ մեջ ես իմ մտքեր ավելի լավ եմ կարողանում արտահայտել, այն ժամանակ ես չի կարողանում ասեի, թե ինչ նկատի ունեմ ես, ինչ եմ ուզում ես, բայց հիմա ես հանգիստ կարող եմ իմ բոլոր մտքերը պատմել։ Լսի, ոսմուկ, մի տխրի։ Ախր դու շատ լավն ես։ Մեր հանդիսատեսը կրթահամալիրի մյուս մասնաճյուղերի սովորողներն են, բայց ոչ միայն կրթահամալիրի սովորողներն են, այլ մենք նաև շատ լավ ճամփորդում ենք։ Առաջիկայում նաև պետք է շրջենք, ունենք ճամփորդական նախագծեր։ 2 անգամ մասնակցել ենք ստվերների համահայկական փառատոնին, առաջին անգամ մրցանակ ստացանք որպես լավագույն մանկական ներկայացում եւ երկրորդ անգամ որպես լավագույն նկարչական եւ երաժշտական ձևավորում անվանակարգում։ Փառատոներին մասնակցելը ինքնանպատակ չէ, որովհետեւ սովորողները նախ շատ ոգևորվում են, որ պիտի մասնակցեն փառատոնից եւ գնահատվում է իրենց աշխատանքը եւ երկրորդ փառատոնը ինքը հենց կրթական գործիք է։ Սովորողները լինելով այդ միջավայրում, տեսնելով այլ խմբեր, էլի սովորում են, տեսնում են, վերցնում են, փորձի փոխանակում են անում։ Առաջ ես ամաչում եմ խոսել մեկի հետ, քանի որ ինձ այդ մարդը կարող է անծանոթ լինել, բայց թատրոնից հետո ես նկատում եմ ներկայացումների ժամանակ, ինչպես են ինձ բոլորը նայում, եւ հիմա ես այդքան շատ չեմ ամաչում խոսելուց։ Իրելի հանդիսատես, այսօր ձեր համար խաղալու ենք աղերք մարդու ներկայացում։ Թատրոնը որպես հավաքական արվեստ մեզ հնարավորություն է տալիս համագործակցելու տարբեր մասնագետների հետ եւ այս համագործակցության արդյունքում թատրոնը զարգացում ապրեց։ Սկսեցինք աշխատել նաեւ օտար լեզուների դասավանդողների հետ եւ թատրոնը դարձավ օտար լեզուների դասավանդման մեթոդ։ Ինչ ձեր համար ներկայացում խաղացին Հարավային դպրոց Վարպեզի վարչունիկներ